Մայմա Ժորժան հələ այդ կոֆեյա բանա, այդպես ինչ կա չկա, վեգալեք եկեք հələ մի հատ տենանք։ Այս տղուն ճանաչողներ կան, հələ մեկնաբանություն գրեք։ Վահագն Ալեքսանյան, անձեռնամխելի մարդ, դեպուտատ։ Ասում է դեպուտատները անձեռնամխելիություն ունեն։ Դուք լավ էլ մխելի եք, ես կասեի։ Ինչի քո այդ դույով եմ հեսա խոսալու, ապեր, որովհետև մի հատ TikTok-ի հարց չես կարող լուծես։ Սաղ ժողովուրդը մեկը խառնվել է իրար, սաղ 14-ը խառնել են իրար։ Մի հատ հարց ինչա չես կարող լուծես։ TikTok-ի հարց չես կարող լուծես, ապեր, դու ոնց ես կարողում մեր երկրին օգուտ տաս։ Հələ կարաս մի հատ վիդեո տարբերակով տեղադրես հայ ազգը տենա դու ինչ ես կարող вообще անես։ Եկան մարդիկ դիմեցին քեզ, վիդեոները տեսանք, հա լավ բան եք մտածել, մենք պատրաստ ենք ձեզ օգնենք եւ այլն եւ այլն։ Դու դու չես կարող քեզ օգնես, ապա ջան, դու ոնց կարաս մեր հայազգին օգնես։ Այս TikTok-ի բարդակ խանան, ով հասցնի քրֆում, ով ասենի մեր երեխա է կպնում, բա դու կտե ինչ է կտե սթրված այդ կուտոկով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եսին որտեի փոխնախագահն ես ինչն ես ապեր։ Հələ մի հատ կարաս մի հատ խոսաս մի հատ հասկանանք դու ինչ որ մի բան կարում ես անես։ Բացի քո կանանելուց ոնց որ թե դուք էիք ասում մենք ենք տերը մեր երկրի, այդ ասում եք ժողովուրդը կարա ասի մենք ենք տերը մեր երկրի, այնտեղ էլ ասում եք կասեք կանենք։ Հիմա ասում ենք արեք։ Խի չես կարում անես, որ մի բան չես կարալու անես։ Ինչ ես վզիտ վեգալում։ Հեն ապեր։ Կասես մի հատ տենանք էլի, դու вообще ինչ կարաս անես։ Մի հատ TikTok-ի տուֆտա թեմա չես կարում լուծես։ Դու սկիզբ չես կարում քո հարցը լուծես, որ քեզ չքրֆեն։ Դու ոնց կարաս TikTok-ի հարց լուծես։ Ես քեզից ավելի արագ կարամ TikTok-ի հարցը լուծեմ, այս պղծանքներին մաքրելու համար։ Մի հատ TikTok-ի թեմա չեք կարող լուծեք։ Դու ոնց կարաք դիվանագիտական կապերը լավ դզեք, ոնց կարաք մեն պետության անունից ինչ-որ միտեղ բան խոսեք։ Մենակ գաք այդ տմբուշկի մոտ կանգնեք, մեկդ մեկին քրֆեք, դուք եք քրֆում մեկդ մեկին։ Այնտեղ իրար հետ կռվեք, շշով խփեք, շիշա բառոտ կա ձեր ռոժին, բայց դուք չկարացաք մի հատ TikTok-ի մակլավիկ թուլեկին մաքրեք, որ հայոյանք չհնչի ոչ մեկի ծնողի հանդեպ։ Ջոգում ես, որ դու ոչ մի բան չես կարող անես։ Վահագն Ալեքսանյան։ Մեծ չխոսա կարա մյուս անգամ որ դու կարող ես ինչ բան անեք։ Կարում ես անես, արա, ասում ենք արեք, ասում ենք մաքրեք համացանցը, դզեք համացանցը, որ ոչ մեկի ծնողին ոչ մեկ չկպնի, որ ոչ մեկին հայոյանք չհասնի։ Ջոգում ես, չէ՞ որ դու ոչ մի բանի պիտանի չես։ Ժողովրդի թեթև ձեռքով եկաք նստակ այդտեղ ու հիմա ժողովուրդը ասում է արեք, ոչ մի բան չեք կարող անել։ Ջոգում եք, որ դուք օդ եք, փուչիկ, կարաք դատակ տրասեկի վրա այդակ գաք։ Դե կարաս պատասխանի վիդեոով ու պատասխանի տենանք կարում ես պատասխան տաս հայ ազգին, որ դու մի բան ես վզիկիդ վեկալում ու չես կարում անես։ Հեն ապեր։ Մի հատ ասա տենանք էլի։ Տենանք կարաս խոսաս, մի հատ կարաս արտահայտվես։ Պետքա բանավեճի մտնենք, պետքա իրար հետ խոսանք, պետքա համայն հայությունը կանգնի այդ լայվը նայի։ Ոնց ես հարց եմ տալի քեզ, հարցերին չես կարող պատասխանես, ուտը չես կարող պատասխանել, ուտը չես կարող մի հատ TikTok-ի բոշիկի մասա հանես համացանցից, ապեր։ Դու ոնց կարաս հարց լուծես, ընկեր ջան։ Հա? Դե հələ տես, երբ որ թափդ կհերիքի կանաս ինչ-որ մի հատ համացանցում հարց լուծես, այդ ժամանակ էլ նոր կհվտես կսկսես խոսալ ափր-ծփր, եկեղեցու սա, եկեղեցու նա, սա շարլատան, սա նայեք ինչ է խոսում, արա TikTok-ը մաքրի, արա, ոչ թե մտի եկեղեցուս խոսա, ես իմ ինչից խոսա, TikTok-ը մաքրի, TikTok-ը, որ ամեն մի չլուտ մասել է, չմտնեն համացանց ու չմտնեն մեկի ծնողին վիրավոր, մեկի ընտանիքի, մեկի նկարը վեկալեն տնեն, արա, ջոգիր, որ դու ոչ մի բան ես, ու դու ոչ մի բան չես կարում անես, ես էլ քաղաքացի եմ, ես էլ կարում եմ իմ կարծիքը հայտեմ, դու կարում եք մեծ խոսակ, կարում եք սաղին դասեր տակ, մեկդ մեկին աչից ձախ կրվեք, ձախից աչ կրվեք, մեկդ մեկին եք քրֆում, դու ոնց կարաս ինչ-որ մի բան փոխես, ջոգում ես, չէ՞ որ քո վզին շատ բան ես վեկալ է, բայց չես կարող դրա տակից դուրս գաս, ձեր վախճանը գալու է շատ շուտով, դուք էլ ինչից եք խաբար, դուք պիտի սիստեմատիկաբար պատժվեք, դուք պիտի հրապարակում կանգնեք ու հրապարակից զռակ,
որ դուք մի բան չեք կարող անեք։ Մենակ այս հայազգին տարակ աղբերներին պարկացիք, հողի տակ, հող տվեցիք, մեծ խոսում ենք։ Մենք հայերի համար լավ է, ինչ եք լավ բան արել ժողովրդի համար, բացի վնաս տալուց, արա։ Ինչ ես արել դու կոնկրետ հայ ժողովրդի համար։ Մեր ազգի համար ինչ ունես արած։ Մի հատ գրի տենանք, էլի մի հատ խոսա տենանք, ինչ ունես դու արած вообще։ Թե մենակ թոշակառուների գրպանին կպնեք, գազելները հանեք ավտոբուսեր, ուրա, ավտոբուս ենք բերել, որ ավտոբուսը բերել ես ումա պետք։ Քաղաքը պռոբկաներից ազատում ենք, թանկացնում ենք, որ մարդիկ մեքենա չգնեն։ Եզն էլ ասում եմ բանը, թոշակառուները ավել 10 դրամ ինչ են անում, ավել բան կուտեն։ Արա դուք լրիվ եք դեբիլցե, արա, լրիվ եք գժվել։ Ու այդ համար օքեյ է, հա։ Ապեր հիշի, որ դու ոչ մի բան չես կարա անես։ Դու մենակ խոսում ես։ Կարաս արա։ Կարում ես ի կատարածի։ Կարում ես TikTok-ը դզես։ Դզի, չես կարում դզես։ Ելույթներ մի ունեցի։ Ու մի քեզ մեջ գցի, որ դու կարաս չէ TikTok-ի հարց լուծես։ Ջոգիր։ Հիմա քո տեղի հարցը լուծի, մեկ էլ դու ասես TikTok-ը պետքա մաքրել, մա դեմից սեղանի փոշիները մաքրին, որ կմտածես TikTok-ի մասին, ապետ ջան։ Ջոգիր։ Դե կպի, եթե բան ունես ասելու վիդեոով կպատասխանես։ Հայազնել կլսի քեզ։ Տենան կարանք քո հետ սվյազի հելնենք, զանգում են չես վեգալն, թռած ես, ինչ ես ապել, չեմ ջոգում։